Ժողովրդավարությունը կարող է մաթեմատիկորեն անհնար լինել։ Սա ոչ անձնական կարծիք է, ոչ մեկնաբանություն մարդկային բնույթի մասին եւ ոչ էլ արձանագրում, թե որքան հազվագյուտ եւ անկայուն են եղել ժողովրդավարական հասարակությունները քաղաքակրթության պատմության մեջ։ Ժողովրդավարության հասնելու մեր ներկայիս փորձերը, այն մեթոդները, որոնք օգտագործում ենք մեր առաջնորդներին ընտրելու համար, հիմնովին անտրամաբանական են, եւ սա հաստատված մաթեմատիկական փաստ է։ Սա տեսանյութ է այն մաթեմատիկայի մասին, որը ապացուցեց այդ փաստը եւ հասցրեց Նոբելյան մրցանակի։ Սա տեսանյութ է այն մասին, թե ինչպես են մարդկանց խմբերը որոշումներ կայացնում եւ ինչ ծուղակների մեջ են հայտնվում մեր ընտրական համակարգերը։ Ընտրություն անցկացնելու պարզագույն ձևերից մեկը ընտրողներին խնդրելն է քվեաթերթիկում նշել իրենց նախընտրած մեկ թեկնածուին։ Ձայները հաշվելուց հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն հաղթում է ընտրություններում։ Սա հայտնի է որպես առաջինը վերջնագիծը հատողը քվեարկություն։ Սակայն անունը մի փոքր սխալ է։ Չկա որևէ վերջնագիծ, որը թեկնածուները պետք է հատեն։ Հաղթողը պարզապես ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է։ Այս մեթոդը հավանաբար գալիս է հնագույն ժամանակներից։ Այն օգտագործվել է Անգլիայում համայնքների պալատի անդամների ընտրության համար 14-րդ դարից ի վեր։ Սա այսօր էլ քվեարկության տարածված համակարգ է, որը աշխարհի 44 երկիր օգտագործում է իր առաջնորդներին ընտրելու համար։ Այս երկրներից 30-ը նախկին բրիտանական գաղութներ են։ ԱՄՆ-ն, նախկին բրիտանական գաղութ լինելով, դեռևս օգտագործում է առաջինը վերջնակետը հատողը իր նահանգների շատերում, սակայն առաջինը վերջնագիծը հատողը թերություններ ունի։ Խորհրդարանում ներկայացուցիչներ ընտրելիս կարող եք եւ հաճախ ստանում եք իրավիճակներ, որտեղ երկրի մեծամասնությունը չի քվեարկել այն կուսակցության օգտին, որը վերջում ստանում է իշխանությունը։ Վերջին 100 տարիների ընթացքում 21 անգամ մի կուսակցություն ունեցել է մեծամասնություն բրիտանական խորհրդարանում, բայց միայն 2 անգամ է, որ ընտրողների մեծամասնությունը իրականում քվեարկել է այդ կուսակցության օգտին։ Փաստորեն մի կուսակցություն, որի օգտին քվեարկել է միայն փոքրամասնությունը, վերջում ունի ամբողջ իշխանությունը։ Եվս մի բան, որը տեղի է ունենում այս համակարգի պատճառով, այն է, որ նման կուսակցությունները վերջում իրարից ձայներ են գողանում։ 2000 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնք հիմնականում ընտրություն էին Ալ Գորի եւ Ջորջ Բուշի միջև։ Այն ժամանակ երկրի յուրաքանչյուր նահանգ օգտագործում էր առաջինը վերջնագիծը հատողը համակարգը ընտրությունների արդյունքը որոշելու համար։ Բուշը ավելի շատ ձայներ ստացավ Ֆլորիդայում, բայց ծիծաղելիորեն փոքր տարբերությամբ 600 ձայնից քիչ։ Բայց քվեաթերթիկում կար նաև մեկ այլ թեկնածու՝ Ռալֆ Նեյդերը։ Նեյդերը կանաչ թեկնածու էր։ Նա հաստատ ավելի ձախ էր, քան Գորը կամ Բուշը։ What we need is the upsurge of citizen concern, people concern, poor, rich or middle class to counteract the power of the special interest. Եվ նա Ֆլորիդայում ստացավ գրեթե 100,000 ձայն։ I just don't know if I can with a conscience vote for Bush or Gore. I will vote for Ralph Nader. Այդ ընտրողների մեծ մասը վշտացած էին, որ Նեյդերի փոխարեն Գորի օգտին քվեարկելով նրանք վերջում ընտրեցին Բուշին։ Սա կոչվում է խանգարողի էֆեկտ։ Գործնականում բոլոր Նեյդերին ընտրողները նախընտրում էին Գորին Բուշից, բայց առաջինը վերջնագիծը հատողը համակարգում նրանք չունեին այդ նախապատվությունը արտահայտելու ձև, քանի որ կարող էին քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին։ Այսպիսով այս համակարգը ստիպում է ընտրողներին քվեարկել ռազմավարական ձևով։ Ենթադրենք կա 5 կուսակցություն, որոնցից մեկը կլինի ամենափոքրը, եւ նրանք չեն հաղթի։ Ինչու պետք է քվեարկել նրանց օգտին։ Սա ճիշտ է նաև եթե ունեք 4 կամ 3 կուսակցություն։ Այս հաղթողը վերցնում է ամեն ինչ համակարգը բերում է իշխանության կենտրոնացման մեծ կուսակցությունների ձեռքում, ի վերջո հանգեցնելով երկկուսակցական համակարգի։ Այս էֆեկտը այնքան տարածված է, որ ունի անուն՝ Դյուվերժեի օրենք։ Այսպիսով առաջինը վերջնագիծը հատողը լավ տարբերակ չէ։ Ուրեմն ուրիշ ինչ կարող ենք անել։ Կարող ենք ասել, որ թեկնածուն կարող է հաղթել ընտրություններում միայն այն դեպքում, եթե ստանա մեծամասնություն, առնվազն 50% գումարած 1 ձայն։ Բայց ինչ կլինի, եթե ընտրություններն անցկացվեն եւ ոչ ոք մեծամասնություն չստանա։ Կարող ենք ամենակիչ ձայներ ստացած թեկնածուի օգտին քվեարկած մարդկանց խնդրել նորից քվեարկել, բայց ընտրել ուրիշ թեկնածուի եւ կրկնել այս գործընթացը նորից ու նորից, մինչեւ որևէ թեկնածու հասնի մեծամասնությանը։
Բայց բազմաթիվ ընտրություններ անցկացնելը դժվար է, ուստի դրա փոխարեն կարող ենք պարզապես խնդրել ընտրողներին դասակարգել իրենց թեկնածուներին, ամենանախընտրելիից մինչև ամենաքիչ նախընտրելին։ Եվ եթե նրանց նախընտրած թեկնածուն դուրս է մնում, անցնում ենք նրանց ցուցակով հաջորդին։ Ընտրությունների վերջում հաշվում ենք ընտրողների առաջին ընտրությունները։ Եթե որևէ թեկնածու ունի ձայների մեծամասնությունը, ապա նա հաղթող է, բայց եթե ոչ մի թեկնածու մեծամասնություն չունի, ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն դուրս է մնում, եւ նրանց քվեաթերթիկները բաշխվում են ընտրողների ցուցակում հաջորդին, եւ սա շարունակվում է մինչև որևէ թեկնածու ունենա ձայների մեծամասնությունը։ Սա մաթեմատիկորեն նույնն է, ինչ կրկնվող ընտրությունները, պարզապես խնայում է ժամանակը եւ ազատում քաշքշուկից, ուստի այն անվանում են անմիջական երկրորդ փուլ։ Այս համակարգը նաեւ հայտնի է որպես նախընտրական կամ դասակարգված քվեարկություն։ Անմիջական երկրորդ փուլը ոչ միայն ազդում է ընտրողների վրա, այլև նրա վրա, թե ինչպես են թեկնածուները վարվում միմյանց հանդեպ։ Մինեապոլիսի քաղաքապետի ընտրություններ 2013 թվականը։ Նրանք դասակարգված քվեարկություն էին կիրառում։ Գործող քաղաքապետը հրաժարական էր տվել եւ բազմաթիվ մարդիկ ցանկացան դառնալ քաղաքապետ։ 35 թեկնածու կար։ Թվում է, որ եթե 35 թեկնածու կա, ապա իրար կծելու ինչ-որ կերպ ուշադրություն գրավելու ցանկություն կառաջանա։ Այդպիսի բան չեղավ։ Այս 35 թեկնածուները բոլորն իրար հանդեպ շատ բարյացակամ էին։ Նրանք բոլորը չափազանց սիրալիր էին, չափազանց քաղաքավարի, այնքան, որ վերջին քաղաքապետական բանավերջի վերջում բոլորը միասին երգեցին Կումբայա։ And they sang Kumbaya together. Այն քանակի թունավորությունը, զայրույթը եւ կուսակցական ցեխարձակումները, որոնց բոլորը սովոր ենք, գիտեք, տեսնել իրական Կումբայայի այս տեսլականը, սա նույնիսկ կատակ չէ։ Այս բոլոր մարդիկ համախմբված են, այնքան են ուզում երկրորդ եւ երրորդ ընտրություններ ստանալ, որ ասում են. ես կլինեմ ամենաբարի, ամենաքաղցր թեկնածուն։ Բայց այստեղ նույնպես խնդիր կա։ Կարող է այնպես ստացվել, երբ թեկնածուն ավելի վատ արդյունք ստանալով իրականում կարող է դրանից օգուտ քաղել եւ ընտրվել։ Ենթադրենք ունենք 3 թեկնածու՝ Այնշտայն, Կյուրի եւ Բոր։ Այնշտայնը եւ Բորը ունեն միմյանցից շատ տարբեր հակադիր հայացքներ, մինչդեռ Կյուրին գաղափարապես կենտրոնում է։ Ենթադրենք Այնշտայնը ստանում է ձայների 25%, Կյուրին 30%, իսկ Բորը 45%։ Ոչ ոք մեծամասնություն չի ստացել, ուստի անցնում ենք երկրորդ փուլ։ Այնշտայնը դուրս է մնում, բայց քանի որ Այնշտայնին ընտրած մարդիկ որպես երկրորդ նախընտրություն նշել էին Կյուրիին, վերջինս ի վերջո ընտրվում է։ Բայց պատկերացրեք, որ Բորը շատ վատ քարոզարշավ է անցկացնում կամ առաջարկում է ծայրահեղ չընդունված քաղաքականություն, այնքան վատ, որ նրա որոշ կողմնակիցներ անցնում են Այնշտայնի կողմը։ Այժմ դուրս է մնում Կյուրին։ Իսկ քանի որ նա ավելի զուսպ է, նրա ընտրողների կեսը երկրորդ փուլում ընտրում են Այնշտայնին, մյուս կեսը Բորին, եւ արդյունքում հաղթում է Բորը։ Այսպիսով այն, որ Բորը առաջին փուլում ավելի վատ է հանդես գալիս, իրականում բերում է նրա հաղթանակին։ Ակնհայտ է, որ սա այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել ընտրական համակարգում։ Ֆրանսիացի մաթեմատիկոս Կոնդորսեն նույնպես այս կարծիքին էր։ Կոնդորսեն առաջիններից էր, ով տրամաբանությունն ու մաթեմատիկան կիրառեց քվեարկության համակարգերը ուսումնասիրելու համար։ Դա նրան դարձրեց մաթեմատիկայի մի ամբողջ ճյուղի, սոցիալական ընտրության տեսության հիմնադիրներից մեկը։ Նա աշխատում էր ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ մարդկանց կամքը արդարացիորեն որոշելը հատկապես մշակութային առումով արդիական էր։ 1784 թվականին ֆրանսիական գիտությունների թագավորական ակադեմիայում Կոնդորսեի ժամանակակից Ժան-Շարլ դը Բորդան առաջարկեց քվեարկության մի մեթոդ։ Ընտրողներին խնդրում էին դասակարգել թեկնածուներին։ Եթե կա 5 թեկնածու, առաջին տեղում դասակարգելիս թեկնածուն ստանում էր 4 միավոր, երկրորդ տեղում 3 միավոր եւ այսպես շարունակ, իսկ վերջին տեղը ստանում էր 0 միավոր։ Սակայն Բորդայի հաշվարկի մեթոդը խնդիր ունի, քանի որ թեկնածուներին տրվող միավորների քանակը կախված է թեկնածուների ընդհանուր թվից։ Այն, որ ավելացնում ես լրացուցիչ թեկնածուներ, որոնք հաղթելու ոչ մի շանս չունեն, կարող է ազդել այն բանի վրա, թե ով է ի վերջո հաղթում։ Հենց այս պատճառով էլ Կոնդորսեն չէր հավանում Բորդայի գաղափարը։ Նա գրում էր, որ այս մեթոդը անխուսափելիորեն հանգեցնում է սխալների, որովհետև իր եզրակացություններում հիմնվում է անտեղի գործոնների վրա։ Այդ պատճառով 1785-ին Կոնդորսեն հրապարակեց մի էսե, որտեղ առաջարկեց նոր համակարգ, որն իր կարծիքով ամենաարդարն էր։
Ըստ էության հաղթողը պետք է հաղթեր մնացած բոլոր տեխնացուներին յուրաքանչյուրի հետ առանձին դիմակայության մեջ։ Բայց եթե տեխնացուները երկուսից ավելին են, ապա արդյոք պետք է մեծ թվով առանձին դիմակայություններ կազմակերպել։ Իրականում ոչ, պարզապես պետք է ընտրողներին խնդրել դասակարգել իրենց նախընտրությունները ինչպես անմիջական երկրորդ փուլի դեպքում, ապա հաշվել թե քանի ընտրող է յուրաքանչյուր տեխնացուին դասել մյուս տեխնացուներից ավելի բարձր։ Սա ընտրությունների ամենաարդար եղանակն է թվում։ Քվեարկության այս համակարգը իրականում հայտնագործվել էր 450 տարի առաջ Ռամոն Լյուլի կողմից։ Լյուլը մի վանական էր, ով ուսումնասիրում էր, թե ինչպես էին ընտրվում եկեղեցու առաջնորդները։ Սակայն Լյուլի գաղափարները լայն տարածում չգտան, որովհետև նրա գիրքը ընտրության արվեստը կորել էր եւ վերահայտնաբերվեց միայն 2001-ին։ Այդ պատճառով այս համակարգը Կոնդորսեի անունով է, ոչ թե Լյուլի։ Բայց արդյոք այս մեթոդով միշտ հաղթող կունենան։ Եկեք փորձենք Կոնդորսեի մեթոդը։ Դու եւ երկու ընկերներդ փորձում եք որոշել ինչ ուտել ընթրիքին։ Կա 3 տարբերակ՝ բուրգեր, պիցա եւ սուշի։ Դու շատ ես սիրում բուրգեր, ուստի քո առաջին նախընտրությունը բուրգերն է, երկրորդը պիցան, իսկ սուշին վերջին տեղում է։ Քո ընկերը նախընտրում է պիցա, հետո սուշի, իսկ վերջում բուրգեր։ Քո մյուս ընկերը նախընտրում է սուշի, հետո բուրգեր, հետո պիցա։ Եթե ընտրում եք բուրգեր, կարելի է պնդել, որ իրականում պետք է հաղթեր սուշին, քանի որ ձեզանից երկուսը սուշին նախընտրում են բուրգերից, իսկ միայն մեկն է բուրգերը նախընտրում սուշիից։ Բայց նույն տրամաբանությամբ պիցան նախընտրելի է սուշիից, իսկ բուրգերը նախընտրելի է պիցայից, երկուսն էլ 2-1 հարաբերակցությամբ։ Այսպիսով, թվում է, թե դու եւ ընկերներդ հայտնվել եք փակ օղակի մեջ։ Բուրգերը նախընտրելի է պիցայից, պիցան սուշիից, իսկ սուշին բուրգերից, եւ այդպես անվերջ։ Այս իրավիճակը հայտնի է որպես Կոնդորսեի պարադոքս։ Կոնդորսեն մահացավ չհասցնելով լուծել իր ընտրական համակարգի այս խնդիրը։ Նա քաղաքականապես ակտիվ էր ֆրանսիական հեղափոխության ժամանակ եւ նույնիսկ մասնակցել էր Ֆրանսիայի սահմանադրության նախագծի մշակմանը։ 1793-ին ահաբեկչության ժամանակաշրջանում, երբ իշխանության եկավ լեռնականների կառավարությունը, նրան դավաճան ճանաչեցին, քանի որ քննադատել էր ռեժիմը, մասնավորապես նրանց նոր սահմանադրությունը։ Հաջորդ տարի նա ձերբակալվեց եւ մահացավ բանտում։ Հաջորդ 150 տարիների ընթացքում տասնյակ մաթեմատիկոսներ առաջարկեցին իրենց ընտրական համակարգերը կամ փոփոխություններ մտցրին Կոնդորսեի եւ Բորդայի գաղափարների մեջ։ Այդ մաթեմատիկոսներից մեկը Չարլզ Դոջսոնն էր, որն ավելի հայտնի է որպես Լուիս Քերոլ։ Երբ նա չէր գրում Ալիսը հրաշքների աշխարհումը, փորձում էր գտնել արդար ընտրություններ անցկացնելու համակարգ։ Բայց բոլոր համակարգերը նմանատիպ խնդիրներ ունեին, կամ ստացվում էին Կոնդորսեի նման փակ օղակներ, կամ հաղթելու որևէ հնարավորություն չունեցող տեխնատուները ազդում էին ընտրությունների արդյունքի վրա։ 1951-ին Քենեթ Էրոուն հրապարակեց իր դոկտորական ատենախոսությունը, որում ներկայացրեց 5 շատ պարզ ու տրամաբանական պայման, որոնք պետք է ունենա ռացիոնալ ընտրական համակարգը։ Պայման առաջին. եթե խմբում բոլորը նախընտրում են մի տարբերակ մյուսից, ապա արդյունքը պետք է արտացոլի դա։ Եթե խմբում յուրաքանչյուրը նախընտրում է սուշին պիցայից, ապա խումբը պետք է ամբողջությամբ նախընտրի սուշին։ Սա կոչվում է միաձայնություն։ Պայման երկրորդ. որևէ մեկ մարդու քվեն չպետք է գերակշռի մնացած բոլորի նախապատվություններին։ Եթե բոլորը քվեարկում են պիցայի օգտին, իսկ մեկը սուշիի, ապա խումբը միանշանակ պետք է ընտրի պիցան։ Եթե մեկ հոգու քվեն վճռորոշ է, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ բռնապետություն։ Պայման երրորդ. յուրաքանչյուրը պետք է կարողանա քվեարկել ինչպես ցանկանա եւ համակարգը միշտ պետք է արդյունքի հանգի, հիմք ընդունելով բոլոր քվեաթերթիկները։ Այն չի կարող խուսափել խնդրահարույց տեխնացուներից կամ քվեներից, պարզապես անտեսելով կամ պատահականորեն ընտրելով։ Նույն քվեաթերթիկների դեպքում միշտ պետք է ստացվի նույն պատասխանը։ Սա կոչվում է չսահմանափակված տիրույթ։ Պայման 4. Համակարգը պետք է լինի տրանզիտիվ։ Եթե խումբը նախընտրում է բուրգերը պիցայից, իսկ պիցան սուշիից, ապա պետք է նախընտրի նաև բուրգերը սուշիից։ Սա կոչվում է տրանզիտիվություն։ Պայման 5. Եթե խումբը նախընտրում է սուշին պիցայից, ապա նոր տարբերակի, օրինակ բուրգերի ներմուծումը չպետք է փոխի այդ նախապատվությունը։ Իհարկե խումբը կարող է նոր տարբերակը դասել վերևում, մեջտեղում կամ ներքևում, բայց սուշիի եւ պիցայի նախապատվության հարաբերակցությունը չպետք է փոխվի։ Սա կոչվում է անկախություն անհամապատասխան այլընտրանքներից։ Էրոուն ապացուցեց, որ թվարկված բոլոր 5 պայմաններին միաժամանակ բավարարող համակարգը, երբ տեխնացուները 3-ից ավելի են, մաթեմատիկորեն անհնար է։ Սա Էրոուի անհնարինության թեորեմն է, որը այնքան հեղափոխական էր, որ 1972 թվականին Էրոուին տնտեսագիտության Նոբելյան մրցանակ շնորհվեց։ Հիմա ես կներկայացնեմ այդ թեորեմի ապացույցի մի տարբերակ։
Ենթադրենք, որ ընտրություններում առաջադրվել է 3 թեկնածու՝ Արիստոտել, Բոր եւ Կյուրի, որոնց կանվանենք պարզապես A, B եւ C։ Եվ մենք ունենք ընտրողների շարք՝ ընտրող 1, 2, 3 եւ այլն մինչեւ N։ Այս ընտրողներից յուրաքանչյուրը կարող է ազատ դասակարգել A-ին, B-ին եւ C-ին, ինչպես ցանկանա, նույնիսկ թույլատրելի են հավասար դիրքերը։ Նախ ապացուցենք, որ եթե բոլորը որոշակի թեկնածուին դասակարգում են կամ առաջինը կամ վերջինը, ապա հասարակությունը նույնպես պետք է այդ թեկնածուին դասակարգի նույն ձևով։ Ենթադրենք կամայականորեն ընտրում ենք B թեկնածուին։ Եթե օրինակ ընտրողների կեսը B-ին դասում է առաջին տեղում, իսկ մյուս կեսը վերջին, ապա մեր պնդումն այն է, որ ընտրական համակարգը նույնպես պետք է B-ին դասակարգի կամ առաջինը կամ վերջինը։ Սա կապացուցենք հակասությամբ։ Ենթադրենք բոլորն այսպես են քվեարկել։ Եթե համակարգը B-ին դասակարգում է ոչ թե առաջինը կամ վերջինը, այլ մեջտեղում, ասենք A-ը B-ից վերև է, իսկ B-ն C-ից վերև, ապա կստանանք հակասություն, որովհետև եթե մեր յուրաքանչյուր ընտրող C-ին տեղափոխի A-ից վերև, ապա միաձայնության սկզբունքով C-ն պետք է դասվի A-ից վերև։ Սակայն քանի որ մենք չենք փոխել A-ի դիրքը B-ի նկատմամբ, A-ը պետք է մնա B-ից վերև։ Եվ քանի որ մենք չենք փոխել նաև C-ի դիրքը B-ի նկատմամբ, ապա C-ն պետք է մնա B-ից ներքև։ Եվ տրանզիտիվությամբ, եթե A-ը նախընտրելի է B-ից, իսկ B-ն նախընտրելի է C-ից, ապա A-ը պետք է նախընտրելի լինի նաև C-ից։ Սակայն սա հակասում է միաձայնության սկզբունքով ստացված արդյունքին, եւ սա ապացուցում է, որ եթե բոլորը թեկնածուին դասում են առաջին կամ վերջին տեղում, ապա հասարակությունն էլ պետք է դասի նրան առաջին կամ վերջին տեղում։ Այժմ մտովի կատարենք մի փորձ, որտեղ յուրաքանչյուրը B-ին դնում է իր դասակարգման ամենացածր դիրքում։ A-ի եւ C-ի դասակարգումը թողնենք ըստ ցանկության։ Միաձայնության սկզբունքով գիտենք, որ B-ն հասարակության դասակարգման մեջ պետք է լինի ամենաներքևում։ Այս դասավորությունը կոչենք պրոֆիլ 0։ Հիմա ստեղծենք պրոֆիլ 1-ը, որը նույնն է, ինչ պրոֆիլ 0-ն բացառությամբ այն, որ առաջին ընտրողը B-ին ամենացածր դիրքից տեղափոխում է ամենավերև։ Սա իհարկե չի ազդի վերջնական արդյունքի վրա, բայց կարող ենք շարունակել այսպես, ստեղծելով պրոֆիլ 2, 3, 4 եւ այլն։ Ամեն անգամ մեկ ընտրող B-ին տեղափոխում է ամենացածր դիրքից ամենավերև։ Եթե շարունակենք այս գործընթացը, ի վերջո կհասնենք այն ընտրողին, որի փոփոխությունը B-ին ամենավերջից ամենավերև տեղափոխելը, առաջին անգամ կփոխի հասարակության դասակարգումը B-ին տեղափոխելով վերև։ Եկեք այդ ընտրողին կոչենք վճռորոշ ընտրող, իսկ նրա համապատասխան դասավորությունը պրոֆիլ P։ Պրոֆիլ on այն դասավորությունն է, որը նախորդում է այս վճռորոշ փոփոխությանը։ Հիմա ստեղծենք պրոֆիլ Q, որը նույնն է, ինչ պրոֆիլ P-ն, բացառությամբ այն, որ վճռորոշ ընտրողը A-ին տեղափոխում է B-ից վերև։ Անհամապատասխան այլընտրանքներից անկախության սկզբունքով հասարակության դասակարգումը նույնպես պետք է A-ին դասի B-ից վերև։ Քանի որ բոլոր ընտրողների համար A-ի եւ B-ի հարաբերական դիրքը նույնն է, ինչ պրոֆիլ O-ում, իսկ B-ն պետք է դասվի C-ից վերև, որովհետև B-ի եւ C-ի հարաբերական դիրքը նույնն է, ինչ պրոֆիլ P-ում, որտեղ վճռորոշ ընտրողը B-ն տեղափոխեց վերև, ապա տրանզիտիվությամբ A-ը պետք է դասվի C-ից վերև նաեւ հասարակական դասակարգման մեջ։ Սա ճիշտ է անկախ նրանից, թե ոչ վճռորոշ ընտրողները ինչպես կվերադասավորեն A-ի եւ C-ի դիրքերը, որովհետև այդ փոփոխությունները չեն ազդում A-ի դիրքին B-ի նկատմամբ կամ C-ի դիրքին B-ի նկատմամբ։ Սա նշանակում է, որ վճռորոշ ընտրողը փաստորեն դառնում է դիկտատոր C-ից գերադասելու հասարակության որոշման հարցում։ Դասակարգումը միշտ համընկնում է նրա նախապատվության հետ, անկախ նրանից, թե ինչ են անում մյուսները։ Նմանատիպ մյուս փորձում կարող ենք C-ն դնել դասակարգման վերջում եւ ապացուցել, որ կրկին գոյություն ունի դիկտատոր, որը տվյալ դեպքում որոշում է A-ի B-ից բարձր դասվելու նախապատվությունը։ Իրականում ստացվում է, որ այդ ընտրողը նույն վճռորոշ ընտրողն է, ով որոշում էր հասարակության նախապատվությունը A-C-ի նկատմամբ վերև դնելով։ Ուստի վճռորոշ ընտրողը լիարժեք դիկտատոր է։ Ուրեմն ժողովրդավարությունը դատապարտված է։ Էրեոյի թեորեմը կարծես հենց դա է ասում։ Եթե ունենք 3 կամ ավելի թեկնածու, ապա գոյություն չունի դասակարգային քվեարկության որևէ մեթոդ, որը կարող է ռացիոնալ կերպով միավորել ընտրողների նախապատվությունները։ Միշտ ստիպված ենք որևէ բան զոհել։ Բայց մաթեմատիկոս Դանքան Բլեքը հայտնաբերեց շատ ավելի լավատեսական մի թեորեմ, որը հնարավոր է իրականությունը ավելի լավ է նկարագրում։ Եթե թեկնածուները եւ ընտրողները բնականորեն բաշխված են մեկ հարթության վրա, օրինակ ձախից աջ, լիբերալից միջև պահպանողական, բայց սա կարող է լինել ցանկացած այլ քաղաքական հարթություն,
Ապա Բլեքը ցույց տվեց, որ միջնակետային ընտրողի նախապատվությունը կարտացոլի մեծամասնության որոշում է։ Միջնակետային ընտրողի ընտրությունը հաճախ վճռական դեր կունենա ընտրությունների արդյունքի վրա, արդյունք, որը համընկնում է ընտրողների մեծամասնության հետ, խուսափելով Էրոյի մատնանշած պարադոքսներից ու անհամապատասխանություններից։ Բայց լավ նորություններ էլի կան։ Էրոյի թեորեմն առնչվում է միայն դասակարգային քվեարկության համակարգերին, մինչդեռ կան նաև գնահատողական քվեարկության համակարգեր։ Դրանցից ամենապարզ տարբերակը հայտնի է որպես հաստատող քվեարկություն, որտեղ ընտրողները ոչ թե դասակարգում են թեկնածուներին, այլ պարզապես նշում են այն թեկնածուներին, որոնց հավանություն են տալիս։ Կան նաև տարբերակներ, երբ ընտրողները կարող են նշել, թե որքան ուժեղ են հավանում կամ չեն հավանում թեկնածուին, օրինակ -10-ից մինչև +10 սանդղակով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հաստատող քվեարկությունը բարձրացնում է ընտրողների մասնակցությունը եւ վերացնում խանգարողի էֆեկտը։ Ընտրողները կարող են քվեարկել առանց անհանգստանալու իրենց նախընտրած կուսակցության չափի մասին։ Նաև հեշտ է հաշվել։ Պարզապես հաշվում են, թե ընտրողների քանի տոկոսն է հավանություն տվել տվյալ թեկնածուին եւ ամենաբարձր հավանություն ստացած թեկնածուն հաղթում է։ Քենեթ սկզբում թերահավատ էր, բայց կյանքի վերջում համաձայնեց, որ գնահատողական համակարգերը հավանաբար լավագույն մեթոդն են։ Հաստատող քվեարկությունը նորություն չէ, այն կիրառվել է Վատիկանում պապերի ընտրության համար 1294-ից մինչև 1621 թվականը։ Այն օգտագործվում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության համար, սակայն մեծ ընտրություններում դեռևս լայնորեն չի կիրառվում։ Հետևաբար, հավանաբար պետք է իրական կյանքում ավելի շատ փորձարկումներ կատարել։ Ուրեմն ժողովրդավարությունը մաթեմատիկորեն անհնար է։ Այո, եթե մենք օգտագործում ենք դասակարգային քվեարկության համակարգեր, որոնք կիրառվում են աշխարհի երկրների մեծ մասում։ Որոշ մեթոդներ ավելի լավն են, քան մյուսները, բայց առաջինը վերջնագիծը հատողը համակարգի կիրառումը, անկեղծ ասած, ինձ համար պարզապես անհեթեթ է թվում, հաշվի առնելով դրա թերությունները։ Բայց այն, որ ամեն ինչ կատարյալ չէ, չի նշանակում, որ չպետք է փորձենք։ Շրջապատող աշխարհով հետաքրքրվելը, խնդիրների նկատմամբ հոգատար լինելը եւ քաղաքականապես ներգրավվելը կարևոր է։ Սա գուցե այն քիչ եղանակներից մեկն է, որով կարող ենք ինչ-որ բան փոխել։ Ինչպես Չերչիլն է ասել, ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է, եթե չհաշվենք մնացած բոլոր ձևերը։ Ժողովրդավարությունը կատարյալ չէ, բայց այն ամենալավ բանն է, որ ունենք։ Խաղը գուցե անարդար է, բայց ուրիշ խաղ չկա։